Ինչ կասեք այսօրվա ակցիայի մասին, ինչ նպատակ է հետապնդում եւ արդյոք կհասնի իր նպատակներին։ Նպատակը վերջնական իմ կարծիքով անվստահություն հայտնելն է նախկին ղեկավար կոչվածին։ Դա է միակ լուծումը, բայց ցավոք ես 12:30-ից այստեղ եմ, հիմա չգիտեմ ժամը քանիսն է, ոնց որ թե ոչ մի ներկայացուցիչ չի երևում։ Իհարկե մեր իմբոստությունը մենք ցույց տվեցինք, սատանիստ, ֆաշիստ, այլանդակ, այլասերված Եվրոմիությանը, ես չեմ ամանչում դա ասեմ, բոլորին կարանք ասենք այդ մեր կարծիքը, կարևոր չի որտեղից են իրենք, բայց մենք չենք տեսնում նաև ընդդիմադիրներին։ Ես մի բան եմ ուզում ասեմ, դիմում են Սամվել Կարապետյանի կուսակցությանը, լավ կլիներ, որ ինքն էլ էստեղ լիներ իր խումբով, որտեղ ստեղ հավաքվել են անհայտ կորածների, արտաշիրիմում պահանջող մարդկանց, մի հոտ զանգված, լսվում է, չէ՞ հիմա սա։ Իրենք չկան, եւ իրանց խոսույթն էլ դուր չի գալիս, ես օգտվում եմ միկրոֆոնի իրավունքից, որ դուք թույլ եք տալիս խոսելու, ասել, որ իրանց խոսույթներն էլ ինձ այդքան դուր չեն գալիս, մանավանդ Նարեկ Կարապետյանի, երբ որ նրան հարցնում են ինչ է լինելու, կարող եք դուք լրատվականը ճշտեք եւ ճիշտ դնեք այդ հատվածը, ես մի քիչ կարող աղավաղեմ, իրենք ասում են, մենք տարածքային պահանջներ չունենք, մեր թշնամի չէ, մեր հարևան երկրների, ով են մեր հարևանները, եւ այդ ոնց եք պատկերացնում մարդկանց արցախցիների վերադարձը, դա ասում եք դուք զբաղվելու եք իրանց վերադարձով, ուր են վերադառնելու, այս խոսույթը հիշացնում է կանանչ պասպորտների խոսույթը եւ ես շատ անհանգստացած եմ, եթե իրենք ունեն մեզ բացատրելիք, պետք է լինեն այստեղ կամ որևէ այլ տեղ, առանց փուչիկների, առանց ինչերի, պիրաժկիների, առանց բուլկիների, մենք իրանց սպասում ենք, չկան, մենք ենք ընդդիմադիրը, որտեղ մենք ընդդիմանում ենք կոնկրետ այս դահլիճը գրավված պիղծ ուժերին, այսքանը կարող եմ ասել։